Մազի։ Ռոբոտ շներից բացի վերջին տարիներին ինչ սպառազինություն է գնել հայկական զինուժը։ Հնդկական մամուլը գրեց, որ Հայաստանն ավարտում է Su-30 MK-ի բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման պատմական գործարքը Հնդկաստանի հետ։ Ըստ Indian Defense News կայքի, մատակարարումները նախատեսվում է սկսել 2027 թվականի վերջին, իսկ վերջնական փոխանցումը 2029 թվականին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար արտադրության պարտավորություններին համահունչ։ Հնդկական Su-երը Ռուսաստանը հատուկ արտադրել է Հնդկաստանի պայմանների համար եւ հատուկ հնդկական մոդեռնիզացիա է տեղի ունեցել, այսինքն հնդկական տեխնոլոգիաներն են ինտեգրվել այդ համակարգերում։ Դրանք շատ մոտ են մեր մի քանի միավոր ձեռք բերած Su-երին, որոնք 19 թվականին ենք ձեռք բերել եւ հայտնի աղմուկը տեղի ունեցավ զինամթերքի պակասի եւ համապատասխան հրթիռների հետ կապված։ Նյու Դելհիի աղբյուրը նշում էր նաև, որ բանակցվող համաձայնագիրը դիտվում է իբրև ռազմավարական պատասխան Պակիստանում արտադրված 40 միավոր GF-17C բլոկ 3 կործանիչներին, որոնք վերջերս է գնել Ադրբեջանը։ Հայաստանի պաշտպանության նախարարը սակայն պաշտոնապես հերքեց հայ-հնդկական գործարքի մասին տեղեկությունը։ Su-30 MK, ոչ թե 35, ես ասեմ աղբյուրի տված տեղեկատվությունը, մենք նման պայմանավորվածություն չունենք։ Փաշինյանի կաբինետը հայտարարում է, որ վերջին 2 տարում մոտ 450 միլիոն դոլարի ներդրում է արել ռազմաարդյունաբերական ոլորտում։ Վարչապետը նաև առաջարկում է 50 հոգանոց խումբ կազմել եւ գնալ տեսնել վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան։ Պատրաստակամություն է հայտնել նաև ներկայացնել ինժեներական նորարարությունները։ Հիմա եթե մենք պայմանական ձևավորենք 50 հոգանոց խմբեր եւ գնանք այս կամ այն տեխնիկան անգարներում տեսնենք, մենք չենք կարողանալու, չէ, մեր մասնագիտական գնահատականը տալ։ Ավելի արդյունավետ կլիներ, որ մենք այդ տեխնիկան տեսնենք համապատասխան պոլիգոնում, համապատասխան զորախաղերի շրջանակներում, որպեսզի հնարավորինս արդյունավետ կարողանան գնահատել։ Մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ։ Փորձագետը մտահոգիչ ու վտանգավոր է համարում Փաշինյանի այս հայտարարությունները։ Ինչ է նշանակում Հայաստանի զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս որևէ գործողություն անելու նպատակ չունի, երբ որ հակառակորդը որոշակի ոտնձգություն է ձեռնարկում քո պետության հանդեպ, դու նրան պատասխանում ես եւ պատասխանում ես շատ դեպքերում իրիս թիկունքում կատարելով որոշակի գործողություններ։ Հիմա ինչ է ստացվում պաշտպանունակ բանակ այս կոնցեպտը հատկապես այս խաղաղության տրամաբանության մեջ։ Ստացվում է, որ մինչև հակառակորդի այս կամ այն զինտեխնիկան չհասնի մեր բնակավայրեր, մենք իր հանդեպ գործողություն չենք իրականացնելու։ Ռազմական այս դոկտրինով առաջ գնալը խնդրահարույց է, ասում է Մանգասարյանը։ Ըստ փորձագետի, այս կոնցեպտը կարող է խնդիրներ առաջացնել նաև ռազմական գործողությունների դեպքում, երբ հրամանատարը վտանգը չեզոքացնելու հրաման տալուց առաջ նախ պետք է որոշի, հակառակորդն անցել է սահմանը, թե ոչ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։